Փառք Տիրոջը, սիրելիներս, ինձ համար մեծ պատիվ է ստեղ կանգնել ու կիսվել ձեր հետ զոհաբերության խոսքով։ Շնորհակալություն մեր փառաբանությանը, հրաշք կարող եք նստել։ Ու մի տեսակ գիտեք անհարմար է, որ ես այստեղ միկրոֆոնը ձեռքիս պետքա խոսամ ու հովիվը այստեղ նստած է։ Շնորհակալ եմ Հովիվ ջան, վստահության համար, Նարինե քուրիկ ջան։ Փառք Հիսուսին, սիրելիներս։ Ուզում եմ ասեմ, դու հաղթող ես, սիրելիս։ Դու հաղթող ես, որ դու այսօր ստեղ ես։ Գիտես, աշխարհը իր հոգսերով, իր խնդիրներով, իր խնդիրներով այսօր իր տապակված մեղքի մեջ է, բայց դու գալիս ես ամեն կիրակի եկեղեցի, որպեսզի Տեր իմ Աստված քեզ ազատի ամեն հոգսերից, սիրելիս։ Մենք գիտենք այն տեղը, որտեղ կարող ենք գալ ու հանձնել մեր հոգսերը մեր Տիրոջը։ Փառք Հիսուսին դրա համար դու հաղթող ես, սիրելիս։ Ուզում եմ կարդալ առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ 31-րդ խոսքից։ Երեսունմեկից 33-րդ խոսքերը։ Երդում եմ ձեր վրա ունեցած պարծանքովս, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում ունեմ, թե ես ամեն օր մեռնում եմ։ Գիտես, ունենց մի հատ արտահայտություն անում, որ ամեն օր մեռնում եմ, երևի Աստվածաշնչին ոչ այդքան ծանոթ մարդը կամ աշխարհիկ մարդիկ լսեն սրա մասին ու ասեն, այս մարդը քանի կյանք ունի, որ տենց կարող է ամեն օր մեռնի, կամ ինչ-որ կոմպյուտերային խաղի մասին է խոսում, չէ՞, որ մեռնում ու վերածնվում են։ Այդտենց խաղեր կան, բայց սիրելիս, ամեն ինչ ավելի լուրջ է, կատակնիկով ինքը Պողոս առաքյալը խոսում էր մեղքի մասին, սիրելիս։ Ինքը ամեն օր մեռնում էր մեղքի համար, որովհետև որպեսզի մեղքը իշխանություն չունենար իր վրա։ Գիտեք, արջը, որ քնած մարդուն մոտենում է, այս վերջերս մեր ծանոթներից մեկը այդպես վիդեո էր ուղարկել, իրանք են այդտեղ եղել, որտեղ քնած մարդիկ են եղել, անտառում է եղել ու արջը մոտեցել է, այդ քնած մարդկանց տեսել է, սեղանից մի երկու ուտելու բան է վերցրել, գնացել։ Այդ նույն ձև, երբ որ մենք մեռնում ենք մեղքի համար, մեղքը իշխանություն չի ունենում մեր կյանքում, սիրելիս։ Մեր Հովիվ Արտուրը գիտեք լավ խոսք ասում, ասում է, հենց ուզում ես մեղ գործես, գնա քնի։ Դրա համար մենք պետքա Աստծո խոսքով լցված լինենք, սիրելիներս, որպեսզի կարողանանք պաշտպանված լինել մեղքից ու կարողանանք իրականում մեռնել մեղքի համար։ 32-րդ խոսքով շարունակեմ։ Եթե մարդկորեն Եփեսոսում գազանների կռվի մեջ մտա, ինչ օգուտ էր ինձ համար, եթե մեռելները հարություն չեն առնում։ Ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց մեռնել կա։ Գիտեք, այդտեղ խոսում է գազանների կռվի մասին, իրականում առաջի դարում կար այդպես բան, որ քրիստոնյաներին գցում էին գազանների առաջ, որպեսզի իրանք ուրանան, չուրանալու պատճառով գցում էին գազանների առաջ ու սոված առյուծները, վագրները ուտում էին։ Շատ դաժանություններ ա եղել առաջի դարում, մենք հիմա կարելի ասել բամբակի մեջ ենք։ Մենք չենք տեսնում հալածանք, փառք Աստծուն դրա համար, գիտեք, բայց այն ժամանակ այդ մարդիկ այդ ամեն ինչի մեջով անցնելով պահել են իրանց հավատարմությունը Աստծուն, սիրելիներս։ Իրանք մեզ համար մեծ օրինակ են, բայց այսօր մենք շատերս բամբակի մեջ ապրելով, գիտես, առանց հալածանք տենալու, ուղղակի մի հատ աշխարհի հրապուրանքի պատճառով կարող ընկնենք մեղքի մեջ։ Ու վերջում հետաքրքիր բան ասում, ուտենք եւ խմենք,
էգուց մեռնել կա։ Շարունակությունը 33-րդ խոսքում այդտեղ մի տեսակ երևի հեգնանքով ասում, գիտեք, որովհետև շարունակությունում ասում է մի խաբվեք, չար ընկերակցություններ ապականում են բարի վարքերը։ Գիտես աշխարհը ասում է, այ ախպեր կերխմի քեֆ արա, վաղը մեռնել կա։ Չէ, լսել ենք շատերս, կերխմի քեֆ արա, ինչի հետևից ես ընկե, այ ախպեր հավատացյալ դառար։ Հա, սիրելիս, ես հավատացյալ եմ դառել։ Ես դարձել եմ իրական քրիստոնյա, գիտեք, քրիստոնյա չեն ծնվում, երբ որ մարդը ծնվում է քրիստոնյա ընտանիքում, քրիստոնյա երկրում, այդ մարդը դեռ քրիստոնյա չի սիրելիս։ Քրիստոնյա դառնում են այն ժամանակ, երբ որ ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ։ Ու խոսքը ասում է ոչ միայն լսող եղեք, այլ նաև կատարողներ։ Մենք պետքա կատարողներ լինենք։ Գիտես, այդ ասողներին, այդ որ ասում են հավատացյալ դառար, սիրելիս, հավատացյալ լինելը բարձրագույն, վերագույն, չգիտեմ ինչ անուն տամ դրան, որ կարելի է հավասարեցնել։ Հավատացյալ լինելը պատիվ է, սիրելիս։ Ու այդ պատիվը, որը որ տվել է մեզ Տերը, մենք պետքա բարձր պահենք աշխարհի առաջ, որպեսզի մենք ճիշտ օրինակ լինենք իրանց համար։ Ու ոչ մի իշխանություն չունենա մեզ ինչ որ մատնացույց, նայեք հավատացյալներ ինչ արեց։ Մենք պետքա այնքան ձիգ, այնքան զգաստ լինենք, Տիրոջ խոսքով ապրենք, ոչ միայն լսող լինենք, նաև կատարող, որպեսզի ճիշտ օրինակ լինենք աշխարհիկ մարդկանց համար։ Այստեղ 34-րդ խոսքը չէի նախատեսել, բայց հետաքրքիր բան ասում։ Ասում է արթուն կացեք արդարությամբ եւ մեղք մի գործեք, որովհետեւ մի քանիստ Աստծո մասին տգետ են։ Այս ձեզ ասում եմ ամաչեցնելու համար։ Գիտեք, սաղես կյանքում էլ տգետ իրավիճակներ գալիս է, մոտ էլ է շատ ժամանակ լում։ Աստծո մասին տգետ լինելը Աստծո խոսքը ասում է ամոթ է։ Մի քիչ այդ պահը պետքա վերանայենք։ Եթե գտնում ենք մեզ, դրա մեջ սիրելիս լցվենք Աստծո խոսքով, որպեսզի չլինենք տգետ, որպեսզի աշխարհը չկարողանա մեզ ինչ-որ ցածր պլանկայով մատնացույց անի, որպեսզի մեր Տիրոջ անունը ամենտեղ բարձր պահենք։ Ես այսօրվա իմ խոսքը վերնագրել եմ հեռացիր չարից, գիտեք, ռուսերեն մի քիչ ավելի լավ է հնչում, ոչ թե հեռացիր չարից, այլ соблюдай дистанцию։ Չկարացի լավ, այնց որ նույն ձև հնչի, ոնց որ ռուսերենն է, ուղղակի հայերեն անվանեցի հեռացիր չարից։ Соблюдай дистанцию տեսել եք ճանապարհներին, որ ավտո մեքենա վարորդները տեսած կլինի, որ ասում են соблюдай дистанцию։ Գիտես, որ այդ դիստանցիան соблюдать չես անում, դիմացի ավտոն տորմոզա տալի, հարվածում ես ու վնասվում։ Նույն ձև այս հարաբերությունների մեջ է սիրելիս։ Եթե մենք չենք կարողանում այդ դիստանցիան պահենք, մենք վնասվում ենք։ Ուզենք, չուզենք, անկախ մեր կամքից սիրելիս, մենք վնասվելու ենք, եթե աշխարհի հետ չպահենք այդ դիստանցիան։ Որովհետև Տերը մի ուրիշ տեղ ասում է աշխարհի հետ ընկերությունը, ասում է թշնամություն է ինձ։ Հակոբոս 4-րդ գլուխ 4-րդ խոսքն է, եթե չեմ սխալվում, կարող եք կարդալ այդ գլուխը, շատ լավ գլուխ է։ Աշխարհի հետ ընկերությունը թշնամությունը Աստծո դեմ։ Գիտեք, ես չեմ խոսում այն մասին, որ չէ, պետքա ամբողջովին մարդկանց հետ չենք կարա, մենք այս աշխարհի մեջ ենք ապրում, սիրելիներս։ Մենք չենք կարա ամբողջովին կտրենք այդ հարաբերությունը, բայց պետքա պահենք այն հեռավորությունը, որը որ պետքա մեզ չվնասվելու համար։ Ուշադիր լինենք այդ հարաբերության մեջ։ Մի ընկերել լավ այտենց մոտիկ շրջապատի մարդ կար, գիտեք, մարդիկ կային, ավելի ճիշտ կասեմ, որ դու իրանց ամեն առիթներին ելնում ես, իրանք քո առիթներին են ելնում, բայց գալիս է մի հատ ժամանակ, որ մեկ էլ տեսնում ես, իրանք
իրանք են քեզանից հեռու պահում։ Գիտես, փառք Աստծուն դրա համար, գիտես ինչի, որովհետև ես սկզբից մտածում եմ ինչի է հեռու պահում այդ մարդը ինձանից։ Միգուցե ասում եմ ես ինչ որ վատ արարք եմ թույլ տվել ինձ, ինչ որ վատ եմ պահել, ինչ որ սխալ եմ գործել այդ մարդու հանդեպ, խի է ինքը իմ հանդեպ այտենց պահում։ Բայց հետո երկար մտորումներից հետո մենք լավ ընկեր ունեմ, ասում եմ, երբ մենք դարձանք հավատացյալ, դառնանք մտավորական։ Երկար մտորումներից հետո ես հասկացա, գիտեք, որ ոչ մի վատ բան ես այդ մարդուն չեմ արել ու փառք տվեցի Աստծուն իրականում ինչի համար, որ այդ մարդը նկատել էր իմ մեջ Աստծո լույսը։ Երբ որ ես լինում եմ իրանց շրջապատում, իրանք չեն կարող իրանց կեղտոտ գործերը անել, սիրելիս։ Որովհետև այն լույսը, որը որ իմ մեջ է, իրանց մոտ դիսկոմֆորտ է առաջացնում։ Դրա համար փառք Տիրոջը, սիրելիս։ Ավելի լավ է այսպիսի ձևով մարդիկ սկսեն քեզանից դիստանցիա պահել, քան թե դու իրանցից։ Գիտես խի, որովհետև երբ որ դու ես իրանցից դիստանցիա պահում, շատերը չեն հասկանում այդ հավատացյալ լինելու պատիվը, հավատացյալ լինելու լույսն ու աղը, բայց երբ որ մարդը ինքն է սկսում քեզ իրանից, ինքն է սկսում քեզանից իրան հեռու պահել, ինքն է զգացել քո մեջի լույսը, քո մեջի աղը, որը որ իրան դիսկոմֆորտ է առաջացնում։ Ու այդ քո պահվածքը, երբ որ քո մեջ տեսան լույսը, սիրելիս, իրա պատուղը տալու է։ Մի դադարի այդ մարդկանց համար աղոթել։ Իրա պատուղը տալու է։ Փառք Տիրոջը ամեն մեկի համար, ով որ սիրելիս դիստանցիա է պահում ինքը մեզանից, որովհետև ինքը հասկանում է, որ քո ներկայությամբ ինքը չի կարող անի այն, ինչը որ պետք է անի։ Արդեն ուրեմն սերմ ունես դու ուտեղ։ Դրա համար փառք Հիսուսին, սիրելիս, այդ իրավիճակների համար, որ մարդիկ տեսնում են մեր մեջ լույսը։ Երեմիա 9-րդ գլուխ 2-ից 6-րդ խոսքերը։ Ոչ թե ինձ անապատի մեջ թե ինձ անապատի մեջ ուղևորների իջևան տային, ես կձգեի իմ ժողովուրդը և կգնայի նրանց մոտից, որովհետև նրանք ամենքը շնացողներ են, խաբեբաներ, խաբում են։ Աստված Երեմիայի միջոցով է խոսում, ասում է, եթե պատկերացնում եք, Աստված այնքան սիրում է, այնքան կապված է, այնքան ինքը իրան կապել է իր ժողովրդի հետ, ասում է, այդ հնարավորությունը փնտրում է, պատկերացնում եք։ Ասում է, եթե հնարավորություն լիներ, ասում է, թողեին ժողովրդին գնայի, որովհետև շնացողներ ու խաբեբաներ են, մեղքի մեջ են։ Շարունակում է 3-րդ գլխում, եւ նրանք լարում են իրանց լեզուները սուտի համար, իբրև իրանց աղեղը եւ ոչ թե ճշմարտությամբ են քաջանում, իբրև իրանց աղեղը եւ ոչ թե ճշմարտությամբ են քաջանում երկրի վրա, որովհետեւ մի չարությունից դուրս են գալիս, մտնում են մյուսը եւ ինձ չեն ճանաչում, ասում է Տերը։ Ասում է, լարում են իրանց լեզուները ինչպես աղեղներ, այսինքն հələ պատկերացրեք, մարդիկ կան, իրանք նույնիսկ չեն էլ հասկանում, անգիտակցաբար են դրա մեջ, լարում են իրանց լեզուները ինչպես աղեղներ, ասում է, լեզուն զենք է սարքում մարդկանց խաբելու համար, պարապում են, մարդիկ կան, կարող են շաբաթներով պարապեն, ոնց խաբեն, որպեսզի իրանց սուտը իրանց ինչ-որ օգուտ բերի, ու գիտեք, այդ սուտը արդեն որ մարդը ստում է, ինքը ավելի շատ պետք է պարապի այդ ստի վրա, որտեվ հələ մի 5 տեղել ունի այդ նույն սուտը ասելու, հանկարծ միտեղ չսխալվի, այսինքն պետք է ճիշտ ասի, հակառակը էլի, այսինքն եթե ճիշտ ասում, ուրեմն սխալվում է իր կարծիքով,
Ասում եմ միջարությունից դուրս են գալիս, մտնում են մյուսը եւ ինձ չեն ճանաչում, ասում է Տերը։ Նման մարդիկ Աստծուն չեն ճանաչում, սիրելիներս։ Նման մարդկանց հետ պետքա զգուշ լինենք։ Ոստեղ շատ հետաքրքիր բան է ասում է եւ ոչ թե ճշմարտությամբ են քաջանում երկրի վրա, որովհետեւ չարությունից դուրս են։ Ասում է ճշմարտությամբ չեն քարանում։ Ինչ է նշանակում այս խոսքը քաջանում, կներեք։ Չեն զորանում, չեն քաջանում, հա։ Մարդիկ տեսել եք որ պարծենում են իրանց մեղքերով։ Կան, չէ՞, մարդիկ, ասում է, գիտես, մեկը մեկի հետ տենց բանը, դիսկուսիայի մեջ են մտնում, թե տես հլնայի իմ ընկերուին ավելի լավ շնության մասին են խոսում իրար հետ։ Հլնայի իմ ընկերուինի քաջանում են, զորանում են, պարծենում են, դրան մեկը մեկից ավելի ոնց որ սկսի իրան բարձր պահելը տենց իրավիճակում, այսինքն այն մյուսից ինքը զորավոր է, էլի ավելի տես ինչ մեծ շնություն եմ ես գործում։ Իմ շնությունը գործած ավելի մեծ է, քան թե քոնը։ Կամ հիշում եմ մի ժամանակ մի հատ առիթ էր եղել պարծենում էի, էլի։ Վերջը մարդիկ զանգում էին, շնորհավորում էին, բայց ես էլ պարծենում էի, թե դրա առաջի օրը տես գիտեք ինչքան խմանք։ Աշխարհիկ ժամանակվա բան եմ ասում սիրելիս։ Գիտեք ինչքան խմեցինք, զորանում էի, էլի պարծենում, այդ ինչ պատիվ էր, էլի 5 հոգով 10 շիշ խմել ենք, գիտես այդ ինչ ենք արել։ Այստեղ ասում է խոսքը ասում է ոչ թե ճշմարտությամբ են քաջանում երկրի վրա, որովհետև միջարությունից մյուսն են մտնում։ Մի անգամ մեր Սևադա եղբայրն էր գալն եկելոց հետ մեր տանը, մի հատ մարդ կար, հյուր էր եկել մեզ։ Եկել էր, տես նստեցինք խոսում ենք տեսիցներից, այս մարդը պարծենում էր ինչի վրա, որ ասում է, ախպեր, ասում է դու ինձ ոչ ես ճանաչում։ Ասում է դու ինձ ոչ ես ճանաչում, ասում է մենք մի հայատ ենք ապրել, ասում է ես վեշտի, ասում է իր բառերով ասում է ես վեշտի գալի մաշտով կայնում էի, ասում է բագաժնիկս բացում պիվեկա, ասում է հանում, ասենք այդ ինչ պարծանք էր, ինչ զորություն, ինչ քաջություն արե։ Սևադա եղբայրն էլ իրան չկորցնեց, ասեց դրա համար ես միջև հիմա վարձով ապրում։ Ինչ կար այդտեղ զորանալու, սիրելիս, ես չգիտեմ։ Ինչ կար պարծենալու։ Աստված ողորմի բոլորիս։ Չորրորդ գլխում ամեն մարդ զգուշանա իր ընկերիցը եւ ամենևին մեկ եղբոր մի ապավինեք, որովհետեւ ամեն եղբայր խաբում է խաբեությամբ եւ ամեն ընկեր ման է գալիս բանսարկությամբ։ Նայեք, զգուշ պետքա լինենք ամենքս մեր ընկերներից, սիրելիներս, ում հետ ենք ընկերություն անում։ Մենք պետքա զգուշանանք։ Աստծո խոսքն է ասում, դա ես չեմ ասում։ Իսկ Աստծո խոսքը կյանքում չի սխալվում։ Ինքը անսխալ է, անփոփոխ է, Տիրոջ խոսքը ասում է ամեն ինչ կանցնի, բայց իմ խոսքը չի անցնի։ Դրա համար պետքա մենք ինչին հետևենք Աստծո խոսքին։ Մենք պետքա իր հետևորդը լինենք, սիրելիներս, ու կատարենք։ Զգուշացնում է, զգուշ եղեք ձեր ընկերներից, սիրելիներս։ Ու ասում է բանսարկություն անում։ Ինչ է նշանակում բանսարկում։ Չարախոս։ Լսել եք աշխարհը տենց արտահայտություն ունի, շիրատվող։ Մեկը մեկին սենց բանսարկություն, էլի, իրար մեջ կռիվ գցեն։ Այն մի ընկերոջ մոտ մի բան ասում, գնում է այն մեկի մոտ մի բան ասում, որ երկուսին կռվացնի իրար հետ։ Էդի բանսարկուն է։ Մեր Հովիվ գորը լավ ասեց, այս վերջում սահմանում տվեց բանսարկու խոսքին, ասեց բանսարկող։ Բանսարկություն են անում, սիրելիներս, զգուշացեք։ 5-րդ, 6-րդ խոսքերը։ Ամեն մարդ նենգում է իր ընկերին եւ ճշմարտություն չեն խոսում։ Սովորել են իրանց լեզուն սուտ ասելու, անիրավություն անելով հոգնում են։
անիրավություն անելով հոգնում են, պատկերացնում եք։ Մարդիկ ընտանիք պահելու համար են գնում աշխատում հոգնում։ Բայց մարդիկ էլ կան, որ անիրավություն անելով են հոգնում։ Աշխարհը այդպես կոլ է տալիս սիրելիս։ Դրա համար զգուշ մնանք, հեռու պահենք մեր չարից, այդ դիստանցիան սաբլյուդած անենք, որպեսզի չընկնենք այս իրավիճակների մեջ, որպեսզի չդառնանք ինչպես աշխարհը։ Ասում է նենգումը։ Ինչ է նշանակում նենգ։ Ես մի քիչ ուսումնասիրեցի խարդախ։ Ահա, ամեն։ Խոսում է խարդախության, խորամանկության, դավաճանության, չարասրտության անարդարություն անելով հոգնում են այսպիսի մարդիկ սիրելիներս։ Դրա համար զգուշացեք, քննեք Աստծո խոսքով, ամեն մեկս նայեք, ես էլ ունեմ աշխարհիկ ընկերներ, բայց այդ հեռավորությունը պետքա պահենք ու քննենք, ով ինչա շնչում, ով ինչպիսի սրտով է առաջնորդվում, որպեսզի ոտքերներս քարին չառնի ու չընկնենք մեծագույն խնդիրների մեջ սիրելիս։ Որնա մի քիչ առաջ ասեցի, աշխարհի հետ ընկերությունը թշնամություն Աստծո դեմ։ Դուք պատկերացնում եք լինել թշնամի երկրի ու երկնքի ու երկրի արարչին։ Ես դրանից սարսափելի բան չեմ պատկերացնում։ Դրա համար զգոն լինենք, որպեսզի Տիրոջը չդառնանք թշնամի սիրելիներս, այլ դառնանք ընկեր, բարեկամ, վերջում կարդամ դրա մասին։ 6-րդ խոսքը քո բնակությունը խարդախության մեջ է։ Խարդախության համար չեն ուզում ինձ ճանաչել, ասում է Տերը։ Էլի իմ կյանքից մի հատ օրինակ հիշեցի։ Մեքենայիս մեջ խաչ կար կախած։ Գիտեք, երբ որ պետք է մի հատ խարդախություն, աշխարհի ժամանակվա բան եմ ասում։ Երբ որ պետք է մի հատ խարդախություն անեի, երբ որ պետք է մի հատ չար բան անեի, վատ բան անեի, նախորոք ես գիտեի, որ այդ բանը անելու եմ, նախորոք խաչը անում էի այդ հայլեի վրայից, դնում էի, ինչ ոնց է կոչվում այդ բարդաչոկը հայերեն, պահարանում, որպեսզի Աստծուն ինձ հիշացնող բան չլինի, որպեսզի ես կարողանամ հանգիստ խղճով իմ խարդախությունը հասցնեմ իր ավարտին, իմ մեղքը գործեմ։ Շատ այստեղ լավ ասում է, քո բնակությունը խարդախության մեջ է, խարդախության համար չեն ուզում։ Գիտեք, մեղքի պատճառով, գիտեք ինչքան է եղել, որ մտածել եմ, ես որ գնամ եկեղեցի, շուտվանից եմ լսել Աստծո խոսքը, բայց ասեմ, որ գնամ եկեղեցի, այս մեղքը չեմ գործի, այս բանը չեմ կարող անեմ։ Ասում եմ, խարդախության պատճառով չեն ուզում ինձ ճանաչել։ Երևի շատերիս մոտ է այդ իրավիճակը եղել, որ ինչ որ այդ վատ բաների, աշխարհիկ մեղքերի, պղծությունների պատճառով, հələ նայեք, անհամեմատ իրար աբսուրդ հակասող բաներ։ Այդ դրանց պատճառով չենք ուզում ճանաչենք Տիրոջը։ Աբսուրդ։ Այս տեղը գրեք ձեր աշխարհիկ ընկերներին կասեք մեկ-մեկ լավ տեղ է։ Այսինքն դու որ չես ուզում Աստծուն ճանաչել, դու չես ուզում ճանաչես եղբայրս սրա համար։ Իրանց մեղքը հայտնի է։ Դու գիտես։ Աստծո խոսքը թույլ տալիս է հանդիմանել սիրելիս։ Կարող եք հանդիմանել։ Առակաց 2:24-25 խոսքերը։ Առակաց 22 ներողություն։
մի ընկերանալ բարկության տեր մարդի հետ եւ բորբոքվող մարդի հետ մի գնա, որ միգուցե սովորես նրա ճանապարհները եւ որոգայց ստանաս քո հոգի համար։ Աստծո խոսքը ասում է մի ընկերություն արեք բարկացող մարդկանց հետ։ Գիտեք, բարկացող մարդը երկայնամիտ մարդ չի, ինքը շուտ բորբոքվում է, սիրելիս։ Ինքը բորբոքվում է ու հետևանքի մասին չի մտածում։ Որ միգուցե սովորես նրա ճանապարհները, այսինքն այտենց մարդը սիրում է իշխանություն ունենա կողքինի վրա ու իրան շատ հեշտ է իր կողքինին սովորացնել իր ճանապարհները։ Սիրելիս, մեզ պետք չի սովորել ինչ-որ աշխարհիկ ընկերոջ ճանապարհ։ Մենք ունենք ճանապարհ, մեզ ցույց է տվել ճանապարհը Աստված, որն է Հիսուս Քրիստոսը։ Մենք պետք է մնանք այդ ճանապարհի մեջ։ Այսօր ճանապարհների մասին մենք շատ ենք խոսում։ Այդ դիստանցիան պահենք այդ բորբոքվող մարդկանցից, որպեսզի չարից հեռու մնանք, որպեսզի չվնասվենք ու չսովորենք դեպի չարը տանող ճանապարհը, որն է լայն, որն է, գիտեք, բարի է երևում, հաճելի է երևում, փափագելի է երևում, բայց տանում է կործան մասիրելիս։ Զգուշացեք։ Առակաց 16 28-29-րդ խոսքերը։ Խոտորնակ մարդը կռիվ կհնարե եւ քսուն մտերիմներին կբաժանե։ Խոտորնակ նշանակում է ծուռ, շեղված։ Ասում է ծուռ մարդը կռիվ կհնարի։ Շեղված մարդը, սիրելիս, մեզ էլ է շեղելու։ Երբ որ մենք նման մարդկանց հետ շատ մտերիմ հարաբերություններ ունենք, մենք չենք կարալու մնանք Տիրոջ ճանապարհի մեջ, որովհետև իրանք մեզ քաշում են։ Ես իմ օրինակը բերեցի, հա։ Ոնց են իրանք մեզ քաշում Տիրոջ ճանապարհից, սատանեն քննած չի։ Սատանեն կարա մեր ամենամտերիմ մարդկանց, սիրելիս, օգտագործի, որպեսզի մեզ քաշի Տիրոջ քաղցր, թանկ ճանապարհից, որը տանում է փրկության դեպի հավիտենական կրակը։ Մենք չենք ուզում այդ կրակը։ Մենք ուզում ենք Տիրոջ սերը, Տիրոջ ներկայությունը, հավիտենությունը վայելենք։ Ու ասում է քսուն օղին է, սիրելիս, ասում է օղին մտերիմներին կբաժանի։ Ես մի անգամ չեմ լսել, որ մարդիկ կերը խմել են աղբերներ, հեր տղա, ամենահարազատ մարդկանց եմ շեշտում։ Ու վերջում չեն հելը վերցրել այդ շիշը, տվել իրար գլխի։ Ամեն անգամ չի էդ ելնում, բայց լինում է։ Շատերս այդպես բաներ լսած կլինենք։ Քսուն բաժանում է մտերիմներին։ Առակաց 3 5-ից 6-րդ խոսքերը։ Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտով եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան եւ նա կողե քո ճանապարհները։ Նայեք, Տիրոջն ապավինել, սիրելիս, նշանակում է վստահել։ Մեր հույսը ինքը պետք է լինի։ Երբ որ մենք մեր հույսը դնում ենք մարդու վրա, հուսախաբությունը չի ուշանալու։ Հաստատ մի օր հուսախաբ ենք լինելու։ Դրա համար գիտես, երբ որ մեր հույսը Աստված է, Աստված կնախատեսի մարդկանց, ովքեր քեզ օգնելու են քո դժվար իրավիճակում։ Բայց հենց մենք մեր հույսը դրեցինք մարդու վրա, Աստծուն կամաց դնում ենք մի կողմ, սիրելիս։ Ու երբ որ Աստծուն դնում ենք մի կողմ, գալիս է հուսախաբությունը, գալիս է խնդիրը, խնդրեմը ու ճանապարհից շեղվելը ու լինում է այն պահը, որ այդ հեռավորությունը չպահեցինք ու վնասվեցինք։
Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան, եւ նա կուղե քո ճանապարհները։ Նայեք, բոլոր ճանապարհներում ճանաչենք նրան, այսինքն մարդը կարա Աստծո ճանապարհի մեջ չլինի, բայց մարդուն հնարավորություն է տված, որպեսզի ճանաչի Աստծուն, որպեսզի Աստված, ասում է, կուղե քո ճանապարհները։ Այսինքն կա ժամանակ, որ շեղված ենք, պետքա փնտրենք Աստծուն, որպեսզի ճանաչենք ու ինքը ուղի վերադարձնի այդ ծոր ճանապարհից դեպի ճանապարհը, որը տանում է հավիտենություն։ Երկրորդ Կորինթացիս 6:14-ից 18-րդ գլուխները։ Առաջի Կորինթացիներով սկսեցինք, երկրորդ Կորինթացիներով էլ վերջացնենք։ Անհավատների հետ այլախառն լծակից մի լինեք, որովհետև ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ, եւ ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ։ Եվ ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալ անհավատի հետ։ Ասում մի խառնվեք անհավատների հետ։ Սիրելիս, նորից եմ ասում, ծայրահեղության մեջ չընկնենք, մենք այս աշխարհի մեջ ենք ապրում։ Մենք ուզենք, թե չուզենք, մարդկանց հետ պետքա շփվենք։ Խնդրում եմ, ուշադիր եղեք, որպեսզի սխալ չհասկանանք, հա։ Ուղղակի պետքա հասկանանք ումից ինչքան հեռավորություն պահենք։ Այդ հեռավորությունը կարևոր է, սիրելիս։ Հեռավորությունը կարևոր է։ Գիտեք, հիշում եմ ժամանակին սենց փողոցի տղա էինք, փողոցի կյանքով էինք ապրում 6 տարեկանից հայաթներում, մրոտ կեղտոտ։ Բայց գիտեք մի հատ ինչ ընկերական վիճակ կար, նոր հիշեցի, որ սենց խնդիր ա եղել կողքի բակի տղաների հետ։ Սենց կանչում ես, ասում ես արի, մենք եղբայրներ ենք, մենք ընկերներ ենք, մեր մեջ ինչ խնդիր կար արմի, տանում ես այն անում, մի հատ լավ տալիս ես բերանին։ Սիրելիս, այդպես բաներ էլ ա եղել։ Ոստեղ ասում մի խառնվեք իրանց հետ, իրանք այդպես բաներ են անում։ Մարդը կարա քեզ ընկեր ձևանա ու քեզ սիրելիս հրավիրատոմ ստա դեպի դժվարք։ Ու մենք էլ շատ սիրով ընդունենք, չհասկանալով։ Ասում ինչ կապ ունի լույսը մութի հետ։ Ինչ կիսելու բան ունի Քրիստոսը սատանայի հետ։ Սիրելիս, Աստծո լույսն է քո մեջ, իմ մեջ։ Մենք ինչ կապ ունենք խավարի մարդկանց հետ։ Մենք գիտենք մեր կապը որն է, միակ մեր կապը աշխարհի հետ, որ մենք իրանց ցույց տանք Տիրոջ ճանապարհը, որ մենք իրանց ծանոթացնենք Հիսուս Քրիստոսի հետ։ Մեր միակ իրանց հետ կապող բանը այդ պետք է լինի։ Հոգևոր բան եմ ասում, մենք աշխարհում կարանք աշխատենք, գործի մեջ լինենք անհավատ մարդկանց հետ, սիրելիս, բայց այդ հեռավորությունը պահենք։ Բայց մեզ իրականում աշխարհի հետ միակ կապող բանը պետք է լինի Քրիստոսի հետ ծանոթացնելը։ Զորանանք Աստծո խոսքով, ուժեղ լինենք, որ նոր կարդացի, ասում ոմանք տկար են, ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Տկար չլինենք Տիրոջ խոսքով, գիտես, որ
մեր խոսքը քաշ ունենա աշխարհի մեջ։ Երբ որ մենք տկար ենք Տիրոջ խոսքի մեջ, մենք միտեղ կարող է խոսանք ու մեր վրա խնդան։ Դրա համար զորանանք Աստծո խոսքով։ Մեր զենքը Տիրոջ խոսքը ասում է, հեսա երկսայրի սուր, կտրում է սիրելիս։ Երբ որ մենք գիտություն ունենք Աստծո մասին, Աստծո խոսքը մեր համար հեղինակություն է, մենք զորավոր ենք։ Մենք զորավոր ենք ամենտեղ։ Ու մարդիկ հարգում են մեզ։ Բայց երբ որ մենք տկար ենք, Տիրոջ խոսքը ասում են, որ ամաչեք, մարդկանց խնդալ ենք տալիս մեր վրա։ Ու մեր խոսքը, այդ բառը օգտագործեմ, կներեք, ավտորիտետ չունի ոչ միտեղ, երբ որ մենք տկար ենք, բայց երբ որ մենք ուժեղ ենք Աստծո խոսքով, մենք զորավոր ենք։ Մենք զորավոր ենք ոչ թե որ բագաժնիկից մի հատ պիվա ենք հանում տալիս մարդկանց, այլ հավիտենական կյանք տանող հաց ենք տալիս մարդկանց իրեններս։ Այ էս է զորությունը։ Մենք պետք է այս զորությանը հետևենք։ Եվ ինչ կարդացի, կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն եք, ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ։ Ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ, եւ նրանցում ման կգամ, եւ նրանց Աստված կլինեմ, եւ նրանք իմ ժողովուրդը։ Համեմատումը կուռքերի հետ։ Գիտեք, աշխարհի մարդիկ սիրում են այդ պաշտամունքը։ Սիրում են, որ մարդկանց հավաքեն իրանց շուրջը ու այդ կռապաշտությունը տեղի ունենա։ Սիրում են աշխարհի մարդիկ, որ իրանց պաշտում են։ Կուռքերի հետ է համեմատում։ Ասում են, ինչ գործ ունի կուռքը Աստծո տաճարի հետ, մենք Աստծո տաճար ենք։ Մենք Աստծո տուն ենք, սիրելիս։ Մենք չենք սիրում, երբ որ մեր շուրջը հավաքվում են ու պաշտամունք են անում մեզ։ Մենք սիրում ենք մարդկանց հավաքել Քրիստոսի շուրջը, որն է մեր մեջ ու մենք Աստծո տաճար ենք։ Սիրում ենք մարդկանց հավաքել մեր շուրջը, որ փառավորենք միասին մեր Հորը, որ երկնքում է։ Դրա համար Տերը համեմատում է կուռքերի հետ։ Ասում է, դուք Աստծո տաճար եք, կուռքերի հետ կապ չունեք։ Հալելույա։ Եվ ես նրանց Աստված կլինեմ։ Շարունակում է. նրա համար նրանց միջից դուրս գնացեք եւ բաժանվեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դիպչեք։ Երեք այնց հիանալի շարունակություն ունի այս խոսքը։ Ասած որ առաջի հայացքից նայում ես, հələ որ խոստմունք չկա, բայց սրանից հետո խոստմունք է տալիս։ Նրա համար նրանց միջից դուրս գնացեք եւ բաժանվեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դիպչեք։ Եվ ես կընդունեմ ձեզ։ Եվ ես ձեզ հայր կլինեմ, եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինեք, ասում է ամենակարող Տերը։ Սիրելիս, մենք ուզում ենք, որ լինենք Տիրոջ աղջիկը, Տիրոջ որդին։ Մենք պետք է աշխարհից զատ լինենք։ Աշխարհի մեջ աշխարհը պետք է նկատի, որ մենք Իրանից զատ ենք։ Մենք պետք է ճշմարիտ լույս լինենք, պետք է ճշմարիտ աղ լինենք, պետք է Տիրոջ խոսքով զորացած լինենք, որ որտեղ էլ որ լինենք, գիտեք, ոչ թե մարդիկ, ոչ թե մենք մարդկանց ընտրենք, ում հետ ենք ուզում շփվենք, ում չէ, իրանք տեսնելով մեր պահվածքը, իրանք ուզենան մեր հետ շփվեն։ Ճիշտ է, մենք էլ պետք է ընտրենք, սրա մասին էի խոսում նոր, հեռու պետք է պահենք, բայց պետք է լինեն մարդիկ մեր կյանքում, ովքեր մեր ապրածը, մեր պահվածքը տեսնելով ուզենան մեր հետ ընկերություն անեն։ Դրա համար եկեք կանգնենք ոտքի, սիրելիներս։ Եկեք կանգնենք ոտքի։ Դրա համար
Խնդրում եմ ուշադիր լինենք Աստծո խոսքին, ուշադիր լինենք մեկս մյուսին։ Մենք եկեղեցում խի ենք կոչվում քույրեր ու եղբայրներ, որովհետև մենք ունենք մեկ հայր, որն է Աստված։ Ու այդ սարտացավությունը մեկս մեկի հանդեպ ըլնի, մեկս մեկին օգնենք, ձեռք մեկնենք, կիսվենք իրար հետ, որպեսզի մեկս մեկին խորհուրդ տանք։ Սիրելիս, մեր խորհրդականը Աստված է, բայց Աստված դրել է մարդկանց եկեղեցում, որոնց հետ մենք կարող ենք կիսվել, որոնք կարան օգնեն մեզ չարից հեռու մնալ։ Խնդիր կա, մի ամաչի, մոտեցի, հովիվ ունենք, սիրելիներս, մեր խնդիրները պետք է կարողանանք մեր հովվի հետ հանձնենք մեր Տիրոջ ձեռքերի մեջ, որպեսզի աշխարհը չգողանա մեր եկեղեցուց, այլ մենք գողանանք աշխարհի մարդկանց բերենք եկեղեցի ու սրբության ճանապարհը ցույց տանք։